նախաբանությունը։ Նրանք, ովքեր զբաղվում են ինտելեկտուալ աշխատանքով, սիրելի ցուլեր, ձեր ռեսուրսների, ֆինանսների տանն է, հնարավոր են գումարներ վաստակեք եւ անսպասելի մեծ փոփոխություններ կլինեն ձեր ֆինանսների դաշտում, մանավանդ եթե դուք զբաղվում եք տեղեկատվության, ինֆորմացիայի այդ ոլորտներում, այսինքն աստղաբանությամբ ենք զբաղվում, նոր շրջապատ, նոր ֆինանսական հոսքեր, որոնք կարող են գալ ինտելեկտուալ աշխատանքով այդ զբաղվելու արդյունքում քույր եղբայր ձեր նրանց պետք է հնարավոր է օգնեք ֆինանսապես, հնարավոր է նաև նրանք օգնեն ձեզ ֆինանսապես կայանալու։ Եթե ցանկանում եք, կարող եք գնել ձեր սրտի փոխադրամիջոցի երկվորյակը, դա փոխադրամիջոցն է, հեռախոսն է, այս բոլոր տեխնիկա եւ կենցաղային տեխնիկա եւ նաև այն միջոցներն են, որոնց միջոցով մենք կարողանում ենք կապ հաստատել մեկս մյուսի հետ։ Նոր մեթոդներ, նորացված մեթոդներ, նոր ճանապարհներ, ուղղություններ, որոնք հնարավորություն կտան ուղղակի բարելավելու ձեր ֆինանսական վիճակը։ Սիրելի կարիճներ, ձեր 8-րդ տանն է լինելու, 8-րդ տունը ձեր դժվարություններ մի փոքր կարող են լինել, դա ճգնաժամային իրավիճակների տունն է, եթե ներդրումներ պետք է կատարեք, սիրելի կարիճներ, նաև առողջները ձեզ է վերաբերում, երբեմն նաև ջերհոսներին։ Ինձ զանգում են, ասում են, որ գիտեք, ես ներդրում եմ կատարել, բարենպաստ էր, բայց գումարները կորցրել, բայց դուք ուսումնասիրել եք այն շուկան, որտեղ ներդրումներ եք կատարել, դուք ուսումնասիրել եք այն մարդկանց կենսագրությունը, գործունեությունը, որտեղ ներդրումներ եք կատարել, զգույշ եղեք, սիրելի կարիճներ, որպեսզի գումարներ չկորցնեք, որպեսզի դուք կարողանաք ճիշտ վարվել գումարի հետ, գումարը ծախսելու, գումարը օգտագործել տնօրինելու ճիշտ վարվեցողություն պետք է սովորեք նաև առողջներ եւ ջրհոսը եւ նաև բոլորս է վերաբերում։ Սիրելի կարիճներ, անսպասելի ձեր եղբայրը կամ ֆինանսական խնդիրներ կբերի ձեզ, կամ ձեր եղբոր, քույր, եղբայր, ձեր մտերիմ մարդկանց դասընկերների միջոցով միանգամից մեծ ֆինանսական այդպես շահույթ կարող եք ունենալ, ներդրումներ կարող են անել եւ ի վերջո կստանաք ձեր այդ կտակի կամ ժառանգության հետ կապված այդ ստորագրությունը, այն կարող է լինել էլեկտրոնային ստորագրություն, արտերկրից այդ ամենը կարող է ուղարկվել եւ դուք կստանաք ձեր բաժին ժառանգությունը, անսպասելի, քանի որ Ուրանը անսպասելիության մոլորակն է եւ պետք է ուղղակի կրթվել, իմանալ համացանցային այդ բոլոր գաղտնիքները, ինչեւէ 8-րդ տունը դա գաղտնիքն է, երկվորյակը դա լրատվություն, տեղեկատվություն, իսկ Ուրանը համացանց, նորագույն տեխնոլոգիաներ եւ դուք կարողանաք արդեն տնօրինել ձեր իսկ ռեսուրսներ, նաև ձեր շրջապատի հանրային ռեսուրսները։ Սիրելի, անցնենք խոյերին, խոյերի 3-րդ տանը եւ